Դիմությունը պնդում է, որ դուք իրավիճակին այնուամենայնիվ չեք տիրապետում։ Okay, ես չեմ կարող իրանց մեկնաբանել այդ առումը, որովհետև եթե իրանք տիրապետեին կարողանային գոնե 2000 հոգանոց միտինգ անեին։ Կարան առնելով, որ ձեր ակցիաները ավելի շատ իրավապահ կառույցների Հարգես ինչ ակցիա։ Ինչ ակցիա։ Այդ ակցիա չի, վարչապետը գնում է, կեղծ պատարակը նախ ձեր գնահատականն է, ընդդիմությունն է կեղծ։ Նախ դա ակցիա չի քաղաքական, վարչապետը գնում է, ակնհայտ է, որ վարչապետի անձի նկատմամբ սեր ու հարգանք վայելող մարդիկ կան, շատ։ Թեկուզ նույն մարդիկ թող լինեն, ակնհայտ է, որ մարդիկ նշանակում է, որ բերովի են։ Նարեկ ջան, լավ է, դա չի նշանակում, որ բերովի են ու չի նշանակում, որ նույն մարդիկ են։ Ես ոչ բոլորին եմ լինում եւ տարբեր ակցիաների, ձեր ակցիաների, տարբեր այդ բաներին, այդ պատարակներին ես տարբեր մարդկանց եմ տենում։ Բայց ուխտերցին էլ էին քիչ մարդիկ, ուխտերցի ժամանակ։ Ցավը տանում, ինչ հաշվարկը ով է անում, ասես ինչ։ Չէ, ինչ ենթադրա, մի րոպե քիչ է, երբ որ ենթադրվում է պետք է լինի 10 հոգի, լինում է 7 հոգի, բայց մենք ինչ որ նպատակ, ինչ որ սանդղակ ենք, քիչ էր, լավ, օքեյ, 7000-ը քիչ է։ Պետք է 70000-ը, որ 70000-ը լիներ, պետք է ասեք դե քիչ էր, առաջ հրապարակ եք լսնում, որ Ձերա հաշվող կա, հաշվեք էլի։ Փաշինյանը հայտարարեց, ասեց ուխտերցին իրականում են այդ։ Ո՞վ է, շատ վատ են անում։ Լսեք, ես վստահ չեմ, որ բոլորը մեր կողմնակիցներն են եւ ես նորից եմ ասում, մեր ժողովրդի մեջ 1000, 2000, 3000 մարդու մեջ պարզա որ ինչ որ մարդ կա, որը որ կարող է իրան տեղ պայի։ Բոլոր տեղերում նման մարդիկ կան, եղել են ու լինել են։ Ընդդիմության հավաքներին էլ են եղել, բայց դա չի նշանակում, որ այդ մարդը վատա, որովհետև այդ կուլտուրան եկեղեցի գնալու մեզ մոտենում են, մի րոպե, մեզ մոտենում են, այո, մեզ մոտենում են, ասում են շնորհակալություն, վարչապետին մոտենում, ասում են շնորհակալություն։ Սկսեցինք պատարակի, անկեղծ եմ ասում։ Գիտեք, դեսեք, նաև տենց մարդիկ էլ կարող է լինեն տենց մարդիկ, չի բացառում։ Ինչ եք բացառում։ Դուք ինչ եք մտածում, որ ես, դուք կամ որևիցե մեկը կարող է 100-50-300, դուք ձեր մոտ մարդ չկա, որ ձեր շենքի, ձեր մուտքի հարևաններից մեկի հետ չի խոսում։ Մեր շենքերում, մուտքերում մարդիկ կան հարևաններով իրար հետ չեն խոսում կամ իրար հետ խնդիր ունենք։ 1000-2000 մարդ է գալիս, պարզա ամեն տեսակի մարդ կարա լինի։ Դա չի նշանակում, որ դա ինչ որ տենց մեր կողմից խրախուսվում է կամ ողջունում։ Կներեք, բայց դուք ասենք, որ նայում եք անձայն աչքով, ամեն կիրակի կամ շաբաթ օրվա պատարակներին դուք ինքներդ չեք ֆիքսում, որ մարդկանց քանակը պակասել է կամ եկողները հիմնականում նույն մասան են։ Դուք չեք ֆիքսել, որ վարչապետը, եթե չեմ սխալվում, այս վերջին պատարակը նույնիսկ եթեր չի տվում։ Ֆիքսել եք։ Որտեվ չենք ուզում մենք։ Հենց այդ է, ինչու չեք։ Որովհետև չենք ուզում, որտեվ դուք եւ ընդդիմա, որովհետև դուք եւ դե դուք ընդեղ եք, առնվազն թափանցիկության խնդիր չկա, որտեվ դուք եւ ու շատ ընդդիմախոսներ փորձում են հավատը, անկեղծությունը եւ այդ անկեղծ մղումները վերածել քաղաքական։ Ավելի քիչ մարդ կար, քան ով էր ասում, որ մենք այդտեղ մարդ էինք նախատեսել։ Ուզում եք, ասենք, հեսա 5 ամիս բան մնաց։ Հեսա կտեսնենք էլի։ Ասում են, որ ընդդիմախոսները վարչապետը կոչ է անում, բայց վարչապետը որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է կոչ անում։ Ու այո, շատ մարդիկ այո գնում են, որ վարչապետին տեսնեն, նամակ փոխանցեն, ինչ որ բան ասեն, անընդհատ դուրս են գալ։ Այո, լինում են մարդիկ էլ կան, առիթը օգտագործում են, ինչ վատ բան է երկրի վարչապետի հետ գնալ եկեղեցի եւ աղոթել։ Դրանից ասում եմ, նոր մշակույթ բերվեց պատարակներին մասնակցելու։ Այսքան մարդ երբ էր Հայաստանի Հանրապետությունում պատարակների մասնակցել։ Հիմա այս քանակությունը հարգելիս, ուրեմն կբացես, ուրեմն հա, եղել են, ամեն ինչ էլ եղել է, ուրեմն կբացես իմ Facebook-յան էջը կբացես, կնայես 5 տարի, 3 տարի առաջվա իմ պատարակի մասնակցության լուսանկարները իմ Ծնկաչոք նաև լուսանկար, բանում անչա, ես եղել եմ պատարակի։ Կարող է դու էլ, ասա լավը չես ասում, կարող է նաև դու չես եղել, կարող է ստիպողաբար են տարել։ Ես գյուղում չեմ եղել, մեծ պատարակի եմ մասնակցել կոնդի եկեղեցում մի քանի անգամ, իմ ամենասիրած Մարիամ Աստվածածնի Մարաշի եկեղեցում եմ պատարակի մասնակցել, որտեղ շատ քիչ մարդ կար, բացի հիմնական մի քանի եկեղեցուց պատարակների մասնակցությունը
Նշի չէ որ Հայաստանի Հանրապետությունում տենց համատարած ա եղել։ Մի խումբ մարդիկ, լավ մարդիկ, շատ սիրված, շատ հարգված մարդիկ մշտապես գնացել են, բայց սրա մասին ոչ խոսակցություն։ Կուղարկես քո նկարները, արի սենց անենք, ես քեզ ուղարկում եմ, ինձ կողքից էին նկարել, ես չեմ լուսանկարել։ Ես քեզ կուղարկեմ, ես վիդեոներ եմ արել, մարդը որ գնում ուզում է կիսվի այդ բանը, եթե դու տենց գնացել ես պարփակվել ես քո մեջ, սա մի վերացի իմ ու քո անձնական զրույցի, ես չեմ գալու քո մոտ հարցազրույցի։ Հավատացյալների կռիվը, լուրջ ես ասում։ Շատ ուրախ եմ։ Անձնական տեղեկություններ կան, որ փետրվարի 1-ից հայ-թուրքական սահմանն է բացվելու երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, այս մասով ինչ կարող եք ասել, կա նման բան։ Չեմ մեկնաբանի։ Ինչու՞։ Չեմ ուզում մեկնաբանել։ Բայց զարգացումներ սպասվում են կարծես։ Առանց մեկնաբանությունների։ Թերևս հարց, որը Առանց չէ մեկնաբանման մեկնաբանել։ կարիք ունի, պարոն Սիմոնյան, ինչ եք կարծում եկեղեցու բանորոշման օրակարգը, որը առաջ են քաշել հանրապետության վարչապետը եւ 10 եպիսկոպոսներ, ինչով կավարտի, ինչ ելք ունենա։ Այլ երկ մի ելք կա, այլ երկ չի կարող լինել։ Մի ելք կա եւ Որն է ելքը։ հիմա էլ եմ ասում։ Այդ առումով դիրքորոշումը չի փոխվել։ Լավ, բարի։ Պարոն Սիմոնյան, այս ճեպազրույցից բայց ֆիքսենք, որ ձեր ինքնավստահությունը ամեն դեպքում իջել է, որովհետև նախկինում ասում եք ջախ-ջախի հաղթանակ կտանենք, սենց չգիտեմ ինչ կանենք, բայց այսօր ասում եք, տենց պիտի սկսենք 0-ից եւ ռեյտինգները մի քիչ բան են, տարբեր կարող են լինել տարբեր հատված, այսինքն Ձեզ փարատեք դրանով։